Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրամյանն եմ, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցում մատուցված պատարագին։ Այնուհետև ուխտերթ է իրականացվել դեպի Սուրբ Աննա եկեղեցի, այստեղ վարչապետների ելույթում անդրադարձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարելով, որ իշխանությունը չի գործում եկեղեցու դեմ, սակայն թույլ չի տա, որ այն օգտագործվի պետության դեմ։ Սուրբ Ծննդյան օրը վարչապետը գտնվել է նաև Արագածոտնի մարզի Արուջ գյուղում հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի եւ իր թիմակիցների հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին։ Պատարագից հետո վարչապետի նախաձեռնությամբ մեկնարկել է ուխտերթը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից ուղղվել է դեպի Սուրբ Աննա եկեղեցի։ Ուխտերթին մասնակցել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ այլք։ Երթի ավարտին Սուրբ Աննա եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ընդգծելով, որ ուխտերթն ունի խորհրդանշական իմաստ։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր եւ ինչ էր նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն եւ այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Վարչապետը նշել է, որ երկար ժամանակ խաղաղության համար աղոթել են, սակայն եկել է պահը, երբ անհրաժեշտ է նաև գործերով ստեղծել այդ խաղաղությունը։ Մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելու զուգահեռ մենք ինքներս պետքա մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը, եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր Փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն։ Փաշինյանն անդրադարձել է նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարելով, որ իշխանությունը չի գործում եկեղեցու դեմ, սակայն թույլ չի տա, որ այն օգտագործվի պետության դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդհանրապես եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում, որպես հենակետ օգտագործել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Եկեղեցին պետք է ազատել հերձվածից եւ վերադարձնել ժողովրդին, ասել է Փաշինյանն ու կոչ արել հոգեվորականներին միանալ եկեղեցու բարենորոգման գործընթացին եւ քաղաքացիներին, պատարագներին մասնակցելիս հորդորել հոգեվոր սպասավորներին աջակցել այդ օրակարգին։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում, այո, գնալ պատարագների եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորել, խնդրել միանալ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարագների ժամանակ, զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից, մինչև այն պահը,
մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով ժողովրդով ազգային եկեղեցական ժողովով իրապես ընտրված եւ իր կոչման եւ իր ապրածի իր աշխարհայացի իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս Հատկանշական է, որ Սուրբ Աննա եկեղեցու Բաքում բեմը պատրաստված էր նույն հատվածում, որտեղ 1.5 տարի առաջ ելույթ էր ունեցել Բագրատ Սրբազանը Սրբազան պայքարի շրջանակում։ Սուրբ Ծննդյան օրը վարչապետը գտնվել է նաև Արագածոտնի մարզի Արուճ գյուղում, որտեղ ներկա է եղել հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Փառատոնին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը։ Վարչապետը շրջել է նաեւ եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացված էին Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6-ին Բուշ դյուրոմ դեպարտամենտի խորհրդի եւ Էքս-Մարսել Պրովանս մետրոպոլիայի նախագահ Մարտին Վասալը հոդված է հրապարակել Ադրբեջանում պահվող հայ պատանների մասին, հիշեցնելով, որ յուրաքանչյուր բանտարկյալի հետևում կա սպասվող ընտանիք։ Հոդվածը տարածվել է սենատոր Բուայի եւ Ֆրանսիայի ճանաչված գործիչների կողմից, փոխանցելով նրա հզոր ուղերձը։ Ինչպես կարելի է հույս տոնել, երբ հայրերն ու որդիները բացակայում են։ Նա ընդգծել է, մենք չենք կարող այստեղ տոնել ազատությունը եւ լռել այնտեղ բանտերում տարապողների մասին։ Ալեպի հայաշատ հատվածում էլ բախումներ են, Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել, այս մասին նշվում է Գանձասար պարբերականի հայտարարության մեջ։ Սիրիայի խորհրդանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրելյանը հայտնել է, որ քաղաքում երեկվանից հանդարտ չէ, քրդական ուժերի եւ իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն ըստ էության արդյունք չեն գրանցել եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Նրա տեղեկացմամբ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր։ Հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդն էլ ընդունել է հավատացյալների շնորհավորանքները, սակայն կեսօրին մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է եւ ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից էլ տեղեկացնում են, որ շարունակում են գործունեությունը ծառայություններ մատուցելով Հայաստանի ու օտարերկրյա քաղաքացիներին։ Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են նաև հեռախոսահամարներ։ Սիրիայի բանակի եւ սիրիական ժողովրդավարական ուժերի քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև բախումների հետևանքով ըստ վերջին տեղեկությունների զոհերի թիվը հասել է 9-ին։ Սիրիայի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է պարետային ժամ սկսած այսօր ժամը 15-ից մինչև նոր տնօրինում։ Այդ մասին հայտնել է Հալեպում լուրերի թղթակիցը։ Բախումների գոտում հարակից տարածքներում բնակվող հայ բնակչության անվտանգության ապահովման նպատակով ազգային առաջնորդարանը հայտնել է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը հասանելի է հայ բնակչության համար որպես ժամանակավոր ապաստան մինչև իրավիճակի կայունացումը։ Ցանկացած դժվարության կամ շտապ կարիքի դեպքում տրամադրվել են համապատասխան հեռախոսահամարներ։ Իսկ բժշկական օգնության անհրաժեշտության պարագայում Սիրիայի օգնության խաչի նոր գյուղի կլինիկան հայտարարել է, որ մինչև առավոտ բաց կպահի իր դռները եւ բժիշկները տեղում կլինեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Աշխատանքային պայմանագրերը 2026 թվականին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ համապատասխան հարթակն արդեն իսկ պատրաստ է գործարկման։ Նոր գործիքակազմը մի քանի խնդիր է լուծում թե աշխատողների, թե գործատուների, թե պետության համար։ Գործատուների համար այն հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարեսկզբից։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա եւ գործատուների եւ աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես գործատուներն ու աշխատողները այսուհետ կունենան
պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր, այսինքն այն խնդիրը, որը մենք բազմիցս արձանագրել ենք, որ պայմանագրերը չեն համապատասխանում օրենսդրությանը, ստացվում է, որ հնարավորինս չի լինելու։ Պայմանագրերի լրացման հարթակում նախատեսված է նաև պարտադիր լրացման ենթակա դաշտ կլինեն հուշումներ, թե ինչպես պետք է լրացնել դրանք, ինչը կհեշտացնի գործընթացը։ Մյուս խնդիրը, որ կլուծվի, այն է, որ մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել կամ ստացել են ավելի ուշ, քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ։ Համակարգի ներդրման պարագայում այս խնդիրը եւս լուծվում է, որովհետեւ պայմանագիրը ստեղծում է on-line հարթակում, էլեկտրոնային թվային հարթակում, հետևաբար անմիջապես աշխատողը երբ կստորագրի, կտեսնի իր պայմանագիրը իր ESM սեր պորտալ հարթակում, այսինքն այս խնդիրը եւս լուծվում է եւ երրորդ խնդիր, որը այսուհետ կարող է լուծվել, առանձնացնեմ, վերաբերում է տեսչական վերահսկողական մեխանիզմներին, որովհետեւ մենք կարողանալու ենք այդ երբ որ ստուգում կբացվի գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների մասով, հնարավորություն կտրվի արդեն իսկ տեսնել միանգամից, թե ինչ պայմանագիր կա կողմերի միջև կնքված, այդ պայմանագրերը ինչ փոփոխություններ են կատարված եւ տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում իրենց հարաբերությունները։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ այս նոր գործիքակազմը մի քանի խնդիր է լուծում թե աշխատողների, թե գործատուների, թե պետության համար։ Գործատուների համար նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Եթե նախկինում այս կամ այն հարցով բաց թողում էր լինում եւ դա վերագրվում էր անտեղյակությանը, ապա հիմա այստեղ եւս հարցը կարգավորվում է։ Նոր էլեկտրոնային հարթակում լինելու է աշխատանքային օրինակելի պայմանագրի տարբերակ, որտեղ առանձնացվելու են պարտադիր դաշտեր։ Գործատուին մնում է ավելացնել հիմնական տեղեկատվությունը աշխատանքի ընդունվող քաղաքացու մասին, լրացնելով պարտադիր դաշտերը։ Այստեղ գործիքակազմը կարևոր է նաև պետության համար, քանի որ աշխատողի եւ գործատուի հարաբերությունները դառնում են թափանցիկ։ Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր գործատուներին տրվելու է 1 տարի ժամանակ, որ ներկայում իրենց մոտ աշխատող քաղաքացիների պայմանագրերը եւս տեղափոխվեն այդ հարթակ։ Աշխատող քաղաքացիներին անհրաժեշտ է միայն ունենալ թվային ստորագրություն։ Երկու տարբերակ կա՝ անձինք, ովքեր նոր են ընդունվելու աշխատանքի եւ նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի։ Նրանք, ովքեր ընդունված են աշխատանքի, ընդամենը այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատուի կողմից մուտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը։ Ընդամենը պետք է ստորագրեն։ Իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար պետք է 0-ից, ինչպես ասում են, ստեղծվի իրենց համար պայմանագիր եւ իրենք պետք է ստորագրեն այդ պայմանագիրը, որ դառնան աշխատող։ Եվ այդ դեպքում իրենք պետք է ստորագրեն այն օրը, որովանից հետո հաջորդ օրը պետք է գան աշխատանքի, որովհետեւ համակարգը կառուցված է այնպես, որ եթե աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, առնվազն դրանից 1 օր առաջ պետք է պայմանագիրը ստորագրի։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մի քանի ամիս հնարավորություն էր տրված գործատուներին կամավորության սկզբունքով օգտվել նոր հարթակից։ Աշխատանքային պայմանագրերի թիվը կազմել է 433 աշխատանքային պայմանագիր, կնքված եւ գործատուի եւ աշխատակցի կողմից, եւ 1525 թվով աշխատանքային պայմանագիր ընդհանուր համակարգի կողմից է ստեղծվել, բայց դեռ ստորագրված չի եղել աշխատողի կողմից։ Համակարգը կարելի ասել ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը եւ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերի կնքումն ու ստորագրման գործընթացը ապահովել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ Իրանում ցուցարարները գրավել են Աբդանան քաղաքը, հաղորդվում է, որ ոստիկանության մի մասն անցել է ցուցարարների կողմը։ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում կիսվել են Աբդանանի տեսահոլովակով եւ հայտարարել, որ հակակառավարական ցուցարարները գրավում են քաղաքները եւ որ իրանցիները հոգնել են Այաթոլլայի եւ նրա արյունարբու մոլաների բռնակալական կառավարումից։ Իրանական Թասնիմ եւ Մեհեր լրատվական գործակալություններն էլ հերքել են արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Իսլամական Հանրապետության արևմտյան Իլամ նահանգի Մալեք Շահիր շրջանը եւ Աբդանա քաղաքը։ Իդեպ Իրանի վերջին շահի որդին Ռեզա Փահլավին դիմել է իրանցիներին կոչանելով հունվարի 8-ին եւ 9-ին ուղիղ ժամը 20-ին համատարած դուրս գալ փողոց եւ տապալել իշխանությունը։ Նա նաեւ ասել է, որ իր հաջորդ հայտարարությունը կլինի հիմնված իրանցիների արձագանքի վրա։ Փահլավին բնակվում է Միացյալ Նահանգներում։
ԱՄՆ-ն եւ Վենեսուելան համաձայնության են եկել մինչեւ $2 միլիարդ արժողությամբ 30-ից 50 միլիոն բարել վենեսուելական նավթ ամերիկյան շուկա մատակարարելու հարցերի շուրջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս նավթը կվաճառվի իր շուկական գնով եւ այդ գումարը կվերահսկվի իր կողմից, որպեսզի ապահովի դրա օգտագործումը Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Թրամփի հայտարարություններից հետո ԱՄՆ նավթի գները նվազել են ավելի քան 1.5%-ով մեքսիկական ծոցում ծանր տեսակի նավթի մատակարարման աճի սպասումների պատճառով։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Սիրիայի հյուսիսային Հալեբ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել, հայտնում են պետական լրատվամիջոցները։ Բախումները տեղի են ունեցել կառավարական ուժերի եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Սանա գործակալության փոխանցմամբ զոհվածներից 3-ը քաղաքացիական անձինք են, մեկը բանակի զինծառայող։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը շարունակել են էսկալացիան, թիրախավորելով բանակային դիրքերն ու բնակելի թաղամասերը։ Սիրիայի դեմոկրատական ուժերն էլ հերքում են մեղադրանքները, նշելով, որ զոհերի պատճառը Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների կողմից իրականացված հրետանային եւ հրթիռային գնդակոծություններն են։ Միացյալ Նահանգներն աջակցել է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիային, խոստանալով տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն պարտադիր աջակցություն Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման դեպքում։ Կամավորների կոալիցիայի գագաթնաժողովին այս անգամ մասնակցել են նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները եւ Եվրոպայում ամերիկյան ուժերի գլխավոր հրամանատար Ալեքս Գրինկևիչը։ Վերջինս անվտանգության երաշխիքների մանրամասները նախորդին քննարկել էր եվրոպական բանակների հրամանատարների հետ։ Ուիթքոֆի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն աջակցում է անվտանգության արձանագրություններին։ Փարիզում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները նաև հռչակագիր են ստորագրել հրադադարի հաստատումից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մտադրության մասին։ Վենեսուելայում մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով զոհված զինվորականների հիշատակին։ Կառավարության տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է մոտ 2 տասնյակ վենեսուելացի սպա։ Կուբայի կառավարությունը եւս հայտնել է, որ Վենեսուելայում ծառայություն իրականացնող իր 32 զինվորականներն ու ոստիկանները զոհվել են, հայտարարելով երկօրյա սուգ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբեր սցենարներ, ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից զինված ուժերի հնարավոր կիրառումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։ Հայտարարության համաձայն Թրամփը դա դիտարկում է որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության առաջնահերթություն, անհրաժեշտ արկտիկական տարածաշրջանում հակառակորդներին զսպելու համար։ Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս, իսկ եվրոպական խոշոր տերությունների եւ Կանադայի առաջնորդները հանդես են եկել կղզու պաշտպանության դիրքերից ընդգծելով, որ այն պատկանում է իր ժողովրդին։ Միաժամանակ անցած հանգստյան օրերին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը հայտարարել է, որ արևմտյան կիսագնդում ամերիկյան գերիշխանությունը այլևս երբեք կասկածի տակ չի դրվի։ Ձյան առատ տեղումներն ու սառցակալումը հանգեցրել են տրանսպորտի աշխատանքի լայնածավալ խափանումների ամբողջ Եվրոպայում։ Ֆրանսիայի իշխանություններն էլ հայտնել են 5 զոհի մասին եղանակային պայմանների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Հարյուրավոր շվերտներ են չեղարկվել, հազարավոր ուղևորներ մնացել են Փարիզի եւ Ամստերդամի օդանավակայաններում։ Նա կոչ արել մարդկանց համանապակել ճամփորդությունները եւ հնարավորության դեպքում աշխատել տանից։ Ֆրանսիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը ձյան եւ սառույցի պատճառով 38 դեպարտամենտում հայտարարել է եղանակային նարնջագույն վտանգի մասին։ Մի քանի շրջանում չեղարկվել են բազմաթիվ գնացքների ծառայությունները։ Բալկաններում նույնպես գրանցվել են ձյան առատեղումներ եւ հորդառատ անձրևներ կամ 1 զոհ։ Վերջին օրերին ձյան առատեղումներ են նաև Հայաստանում, որոնք ուղեկցվեցին ջերմաստիճանի կտրուկ անկպամբ։ Այսօր էլ չնայած Երևանում բավականին ցուրտ է, սակայն Տավուշում եւ Սյունիքում գարնանային տրամադրություն է, ինչպես հայտնում է հիդրոօդերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում եւ մի շարք այլ բնակավայրերում ժամը 14-ի դրությամբ +14-ից +18 է։ Եվ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամին։
Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 8485 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 212 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 493 ոչ սթափ վարորդ, 431 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 55 քաղաքացի։ Հանրապետությունում էլ բացահայտվել է 324 հանցագործություն, այդ թվում ամնական վնասվածք պատճառելու 48, ֆիզիկական ներգործության 47, առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 38, թմրանյութի հայտնաբերման 28, հոգեկան ներգործության 25, անձնական ունեցվածքի գողության 17, խարդախության 12, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 3 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 14 հետախուզվող, 3 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 679 դեպք, 211 արտակարգ, մասնավորապես հրդեհի 78, հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 37, կենցաղային կանչի 256 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 108 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 175 քաղաքացու։ Փրկարար գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Երևանի քրեական ոստիկանները խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները Երևան երասխ ճանապարհին հայտնաբերել թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի 30 եւ 31-ամյա երկու բնակչի, վերջինիս վարած Hyundai Elantra մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդի իրավապահների նկատելով մեքենայի մեջ է նետել 710 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով պոլիէթիլենային փաթեթ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև մոխրացած հետքերով կատուցիչ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում տեղադրել է թմրամիջոցի 50 փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա եւ 31-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Դրիֆտ կատարած վարորդները հայտնաբերվել են, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես են BMW-ի եւ Lexus-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված դրիֆտ։ Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ Land Rover-ով դրիֆտ էր անում Մայրաքաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածում։ Այս դեպքում Մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։